Հրաժարական տվեք, հետո հրաժարական պահանջեք, եթե հայրենիքի եկեղեցու ժողովրդի իրավունքը շատ պահանջում է, բոլորը միասին թող հեռանան եւ վերանորոգվի մեր երկիրը, բայց ոչ թե միագոմանի եւ ոչ թե անիրավ եւ առանց իրավասության, մոռանալով սեփական վարկը, սեփական բարեվարկությունը, քարնեդել դիմացի մայթ։ Այո, կաթողիկոս սրբազանները վրիբել են անցյալում դարբեր չափումներով եւ ոչ անձնագանի մասին չէ իմ խոսքը, մեկը թող իր անձնագանը կարգավորի եւ ապաշխարի եթե պետք է, այլ նաեւ սխալներ եղել են, երբ իշխանությունը բոլոր նախագահությունների օրոք փորձել է ազդել եկեղեցու վրա, եկեղեցին էլ ի պատասխան նաեւ դիրքորոշում վերաբերմունք է ցույց տվել տվյալ գործող իշխանության նկատմամբ։ Դա սխալ է, դա բերել է այսօրվան։ Հիմա մենք հնարավորություն ունենք ի վերջո այս ահավոր գրեթե դժոխային իրավիճակում վերջապես տեսնել եկեղեցու եւ պետության դարանջադումը։ Եթե ճշգրիտ աշխատենք, ոչ հատվածաբաշտ, բայց քանի որ գա իր իշխանիկության գահին այս մարդը իր նպատակով, մենք պիտի ունենանք նման տեսարաններ եւ փոխանակ մեր pedagogan ապարատը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, մյուս լավ դղաները պաշտպանեն սահման, քաղաքացու իրավունք, ապահովություն, իրենք այստեղ լցվել են մայրաթոր։